Նյումեգը ներկայացնում է ամենաինքնատիպ ու ամենապահանջկոտ անհատներին միավորող նախագիծ։ Այն ստեղծված է համախոհների ու գրքասերների, մշակույթի սիրահարների ու արվեստի գիտակների, կենսունակ գաղափարներ ու ակտուալ բովանդակություն որոնողների համար։ Մենք ստեղծում ենք կարդացող և մտածող մարդկանց համայնք։ Newmeg Signature Club։ Ակումբ, որտեղ բացահայտվում է գրական բովանդակության մշակութային հենքը։ Տարեկան բաժանորդագրություն, որ բացում է դռները դեպի նոր գիտելիք և նոր կապեր։ Ակումբի յուրաքանչյուր անդամ տարեկան բաժանորդագրությամբ ստանում է ամեն ամիս 2 նոր գիրք, նոր հրատարակություն կամ մեր կատալոգում իր ընտրածը։ Մշտական զեղչ Newmeg.am-ում։ Պատվավոր ներկայացում շնորհանդեսներին և փառատոներին։ Հատուկ ակումբականների համար դասախոսություններ, վարպետության դասեր և փակ կինոդիտումներ։ Հանդիպումներ միջազգային բեսթսելլեր հեղինակների հետ։ Loyalty ծրագրով գործընկերների հատուկ առաջարկներ։ Collab ծրագրով և դիզայներների հետ գործակցությամբ միայն ակումբի համար նախատեսված Limited Edition դիզայներական պարագաներ։ Newmeg Signature Club-ը սկսելու է գործել 2026-ի հունվարի 1-ից։ Ակումբի անդամ կարող է լինել միայն 100 անձ, տարեկան անդամակցությունը 100,000 դրամ։ Այսօր իսկ ամրագրեք ձեր բացառիկությունը։ Նվիրեք ձեզ կամ ձեր հարազատ մարդուն, գիրքն ամենալավ նվերն է, այս անդամակցությունը արտոնություն։ Միացեք առաջիններին և ամրագրեք ձեր քարտը այսօր։ Այո, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, այո, մենք հենց նոր դիտեցինք տեսանյութը, որովհետև Newmeg-ը այսօր հայտարարում է իր ընկերների, համախոհների ու ընթերցասերների համար ստեղծած իր նոր համայնքի մասին։ Signature Club, այսպես է կոչվում այն առաջարկը, որն անում է Newmeg-ը ընթերցող մարդկանց եւ իհարկե ինտելեկտուալների համար։ Այո, Newmeg Signature Club-ի մասին զրուցելու ենք Newmeg հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ։ Բարի առավոտ, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շատ հետաքրքիր էր, իրականում շատ ոգևորվեցինք անգամ տեսանյութից, որը դիտեցինք, բայց մտածեցինք մեր մտքի խորքում նաև հոգու խորքում մասնակցել, այո, մասնակիցը դառնալ, մի մասնիկը դառնալ։ Newmeg հրատարակչությունը տարվա ընթացքում կազմակերպում փառատոներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, հայ ինչի համար այդ միտքը ձեզ մոտ առաջացավ ստեղծել Signature Club։ Երեք հիմնական պատճառով Լիլիթ, նախ առաջինը շատ երկար ժամանակ մենք քննարկում էինք գրքային ակումբ ստեղծելու գաղափարը, բայց խնդիրը հետևյալն էր, որ դա չենք ցանկանում, որպեսզի դա ուղղակի լիներ գրքային ակումբ, այսինքն որպեսզի մարդիկ ուղղակի գային, միավորվեին, հետո մի տեսակ վստահ չէինք, թե ամեն գրքի վերաբերյալ քանի մարդ կհավաքվի, բայց այդ պահանջը կար գրքային ակումբ ստեղծելու, սովորաբար դա ընդունված է եւ ակնկալվում է, որ հրատարակչությունները կունենան իրենց գրքային ակումբները։ Երկրորդ նպատակը նա էր, որ երբեմն առաջանում էր շփոթմունք, գրքի շնորհանդես, հետո մեկ այլ իրադարձություն, հետո Newmeg-ի ամառային փառատոն ու նույնիսկ ընթերցողները չէին հասկանում, թե որին մասնակցեն, որն է կարևոր, որն է ավելի առաջնային։ Հիմա փաստորեն մենք 2026-ից սկսած մենք վերաիմաստավորելու ենք մեր շփումները հանրության հետ, մեր բոլոր միջոցառումները այսուհետ կլինեն միայն Signature Club-ի անդամների համար։ Գրքի շնորհանդեսները, միջոցառումները հասարակության համար, լայն հանրության համար Newmeg-ը բաց կլինի տարին 3 անգամ։ Ձմեռային փառատոնին, ամառային փառատոնին եւ Ֆրանկոֆեստին, որը անցկացվում է աշնան, այսինքն գրեթե ամեն սեզոնին կունենանք փառատոն բոլորի համար, բայց մնացած դեպքերում մենք գնում ենք ավելի մասնագիտական, ավելի կամերային, ավելի համախոհների հետ, այսպես ասած, փակ հանդիպումներ։ Շփման համար։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, արհեստական բանականության այս դարաշրջանում, երբ որ մարդիկ սիրում են լսել ամեն ինչ արագ, ինչպես ասում են 2x-ով, դիտել կարճ տեսանյութեր, արագ բովանդակությամբ տեսանյութեր, ինչ եք կարծում, ինչի կարիք ունեն մարդիկ ըստ ձեզ եւ այսպեսի մի հարց, ըստ ձեզ դուր է գալիս նրանց թվային մեկուսացումը, թե ամեն դեպքում մարդիկ հիմա փնտրում են այդ համախոհներին, իրենց միտքը կիսողներին գաղափարակից անձանց։ Ինչպես կասեմ, մեր օրերի ժամանակակիցը մարդուն մարդ է պետք։ Խնդիրը հետևյալն է, մենք ապրում ենք բավականաչափ տագնապալի եւ անկանխատեսելի ժամանակներում։ Երկրորդը մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հասարակությունը բավականաչափ բևեռացված է բոլոր հարցերի շուրջ, քաղաքական եւ մնացած հարցերի շուրջ։ Երբեմն մարդիկ չեն գնում որևէ հավաքույթների այն պարզ պատճառով, որ չփչացնեն հարաբերությունները։ Մենք տեսել ենք, որ նույնիսկ ընկերներ են իրարից բաժանվել։ Եվ այդ առումով անհնար է անընդհատ
խոսել քաղաքականությունից կամ տագնապալի թեմաներից, մարդիկ ցանկանում են զրուցել այլ թեմաների շուրջ։ Այդ առաջինը ու երկրորդը պատկերացրեք դուք օրինակ 32 տարեկան եք, պրոֆեսիոնալ, աշխատում եք բանկում կամ որևէ այլ կազմակերպությունում, ձեր ժամանցը ըստ էության սահմանափակված է բանկի տարածքում։ Այդ կազմակերպության տարածքում ընտանիքի հետ։ Մենք առաջարկում ենք միտեղ, որտեղ որ մարդիկ կհանդիպեն մարդկանց, որոնք ունեն նույն կրթական ցենզը, նույն հետաքրքրությունները, բայց երբ որ ամենակարևորն է, տեղ, որտեղ պարտադիր չի, որ դու գնաս վերապատրաստման թուղթ ու գրիչով ինչ-որ մի բան սովորելու, որ հետո քննություն հանձնես, բայց տեղ, որտեղ դու կստանաս գիտելիք։ Օրինակ, գիտելիք եւ ժամանց համատեղված հաճելի մարդկանց հետ։ Այո, օգտակար ժամանց։ Մենք ասում ենք, որ Signature Club-ի բաղկացուցիչ մասը ոչ միայն նա է, որ դու տարվա մեջ ստանալու ես այդ բաժանորդագրության գումարի շրջանակում 24 գիրք, այսինքն ամեն ամիս 2 գիրք դու ստանալու ես, դա երաշխավորված է։ Բացի դրանից, որ դու մասնակցելու ես գրքի ակումբներին, այսինքն քննարկելու ես գրքեր։ Մենք ունենալու ենք նաև դասախոսություններ, բայց մեր դասախոսությունները եւ բարեպետության դասերը տարբեր են։ Որպեսզի պատկերացնեք օրինակի համար, մենք բոլորս գիտենք, որ մատչելի ավիատոմսերի շնորհիվ հայաստանցիները շատ հաճախ են մեկնում Եվրոպա, բայց շատ հաճախ այդ այցերը լինում են երրորդյա, սահմանափակվում են շատ արագ տուրիստական վայրեր գնալով եւ քիչ թե շատ հասկանալի գներով շոփինգ անելով։ Մինչդեռ մենք առաջարկում ենք հետեւյալը. մեր վարպետության դասերից մեկը լինելու է թե ինչպես օրինակ հասկանալ Բարսելոնա քաղաքը ըստ իր ամենագլխավոր ճարտարապետ Գաուդիի։ Եթե գնում եք Բարսելոնա եւ ունեք կարճ ժամանակ, ինչ տեսնել Բարսելոնայում, որը կոգեշնչի ձեզ, բայց նաեւ իմաստ կտա ձեր այցին, որպեսզի դուք անցնեք մշակութային կոթողների միջոց կողքով եւ իմանաք դրան արժեքը։ Կամ օրինակի համար ամենակարևոր ուղղություններից մեկը, զբոսաշրջային ուղղություններից մեկը Հռոմն է։ Ինչպես Հռոմը տեսնել, բացի այն տուրիստական կետերից, որոնք որ ընդունված է գնալ տեսնել, կամ նույնիսկ եթե դուք գնում եք այդտեղ տեսնում եք, ինչպես տեսածը հասկանալ։ Բացի դրանից, մենք օրինակ հիմա շատ է խոսվում այն մասին, որ շատ կա այդպիսի տերմին, որը կոչվում է պրոկրեստինացիա։ Այսինքն դա այն ժամանակ, երբ որ մարդը իրեն անընդհատ զգում է առանց մոտիվացիա եւ հոգնած։ Մինչդեռ դա ոչ թե ֆիզիկական կամ ֆիզիոլոգիական հոգեվիճակ է, այլ հոգեբանական, եւ դա հաղթահարելու շատ գործուն մեխանիզմներ կան։ Եվ մեր դասախոսությունների եւ վարպետության դասերը հենց այդ տեսակի են լինելու, այսինքն մենք ձեզ ոչ թե առաջարկելու ենք կոնկրետ գիտելիք, որ գնա, ահա, եկել եք, որպեսզի սա սովորեք, այլ մենք ձեզ առաջարկելու ենք օգտակար տեղեկություններ, որոնք ձեզ կօգնեն ավելի հետաքրքիր դարձնել ձեր կյանքը, ավելի արագ կողմնորոշվել, նավիգացիա լինել կյանքում եւ ամենակարևորը նաեւ ձեզ որպես մարդ հարստացնել ձեր ներաշխարհը։ Պարոն Ալեքսանյան, ինձ այստեղ շատ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք մոնիթորինգ արել եւ ինչպես եք ընտրել այդ թեմաները, ինչպես եք հասկացել մարդկանց այս պահի դրությամբ որ թեմաներն են ավելի հետաքրքիր ու ակտուալ։ Գիտեք, Լիլիթ, շատ պարզ։ Դրա թիվ 1 ցուցիչը մենք ինքներս ենք։ Յումեգու մենք ունենք կանոն, մենք միշտ հրատարակում ենք այն գրքերը, որ եթե մենք մտնենք գրախանութ, մենք ինքներս կուզենայինք գնել։ Նույնը նաև վարպետության դասերը եւ տրեյնինգները։ Երևի ինչին որ դուք ուզենաս մասնակցել, հենց շնորհակալություն։ Այո, ավետ։ Միանգամայն իրավացի եք։ Այսինքն մենք ստեղծել ենք դասախոսություններ, որտեղ մենք ինքներս կուզենանք գնանք ու լսել։ Եթե մեզ դա հետաքրքիր է, կարծում եմ, որ շատ շատերին հետաքրքիր կլինի։ Իհարկե վերջին ժամանակներում հատկապես ամենաուրախալի փաստը իմ կարծիքով այն է, որ մարդիկ գնում են տարբեր գրքային փառատոնների, առհասարակ շատ ենք տեսնում երիտասարդների, ովքեր որ գիրք գնելու համար հերթ են կանգնում, սա շատ ուրախալի է։ Ու Նյումեգը հենց ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է այս ամենը կազմակերպելու հարցում։ Բայց այսպեսի մի հարց, այսինքն նշանակում է, որ ավելի շուտ նշանակում է, որ Signature Club-ի ստեղծելով Նյումեգը կարելի ասել ինչ որ փակ մի հատ, ինչպես ասեմ, փակ խումբ է ստեղծում, որը արդեն այլևս հասանելի չի լինի շատ շատերի համար ու այս լայն հասարակության շերտերի համար ավելի ինչ որ ձևով փակում է իր շրջանակը։ Մենք միտումնավոր դրել ենք սա վճարովի, որպեսզի մարդկանց մոտ լինի մոտիվացիա։ Երբ որ դու դնում ես սովորական
վերապատրաստման դասընթաց եւ դա անվճար է, գալիս են շատ մարդիկ, որոնց մեծ մասը մոտիվացիա չունեն։ Եթե նկատեցիք, մենք գովազդի ժամանակ խոսում ենք այն մասին, որ գումարը իրականում մատչելի է։ Դա 24 գիրքը ներողություն, բայց գալիս է այդ նույն գումարը։ Ամիսը 8333 դրամ։ Երևի ավելի քիչ էլ է գալիս նայած գրքի ընտրություն իրականում։ Միանգամայն իրավացի եք։ Հետևաբար մեզ պետք է մենք այդ գումարը դրել ենք, որպեսզի հասկանանք, որպեսզի միանան մարդիկ, որոնք իսկապես այս համայնքի մաս են ուզում կազմեն, որոնք ոչ միայն ցանկանում են լսել, այլև ասելիք ունեն, ու երկրորդը ինչու ենք սահմանափակել 100 անձով, որ այդ հարցը միշտ տալիս են, որովհետև քանի որ նոր պրոդուկտ է, Հայաստանում երբեք որևէ մեկը սա չի արել։ Հետևաբար մենք ցանկանում ենք, որպեսզի սկզբից ամբողջ ենթակառուցվածքները, ամբողջ այդ մեխանիզմը, փիլիսոփայությունը, կազմակերպչականությունը հասկանալ, տեսնել ոնց է աշխատում, որպեսզի չլինեն դժգոհներ, բոլորը գոհ լինեն եւ գուցե 2027 թվականի համար արդեն կարողանանք ընդլայնել այսպես կոչված մասշտաբային դարձնել։ Հրաշալի։ Իրականում շատ իդեալական բանի մասին ենք հիմա խոսում։ Ես կուզեմ նախ մեզ է շատ հետաքրքիր, կարծում եմ հեռուստադիտողներին, ովքեր հիմա դիտում են հաղորդումը, իրենց էլ արդեն հետաքրքրեց, թե ինչպես կարող են դառնալ անդամ եւ հարցս մի փոքր վախով եմ տալիս երկրորդ, որովհետև այսքան ինֆորմացիայի մեջ չեմ կարծում, որ տեղին է, բայց արդյոք սրանից հավելյալ որևէ բաներ կստանա Signature Club-ի անդամները։ Այո, մենք երկար մտածեցինք, որ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համայնքին խրախուսենք լրացուցիչ մի քանի հնարավորություններով։ Դրանցից մեկը կոչվում է loyalty ծրագիր կամ հավատարմության ծրագիր, Signature Club-ի անդամները զեղչեր կունենան մեր գործընկերների խանութներում, այսինքն սկսած օծանելիքի խանութներից, բուրմունքից, լոքսիտանից, հերմիտաժից, վերջացած ժամացույցների եւ մի քանի խանութներում, որտեղ որ եթե դուք ցույց տաք ձեր անդամատոմսը, ձեզ կհասնի 5-ից 20% զեղչ։ Մենք դրանից բացի նաեւ մտածեցինք, որ այնուամենայնիվ մեր համայնքը ցանկանում է մի քիչ ավելի տարբերվել մյուսներից եւ 3 հայ դիզայներների հետ ենք հիմա աշխատում, Արմեն Գալյանի, Նուրի եւ Արամ Նիկոլյանի հետ, որոնք Signature Club-ի անդամների համար կստեղծեն կապսուլային կամ սահմանափակ թվով հավաքածուներ։ Արամ Նիկոլյանը կստեղծի հուդիներ հայկական տառերով եւ թեմատիկայով, Նուրը կստեղծի մետաքսե շարֆեր, իսկ Արմեն Գալյանը աքսեսուարներ, որոնք հասանելի կլինեն միայն Signature Club-ի անդամների համար եւ սահմանափակ քանակով։ Հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու աշխատանքներին, օրինակ իրենց դետալային պատկերացումները խորհուրդ տալու, ենթադրենք առաջարկելու։ Սա համայնք է, որտեղ որ հարաբերություն նաև հարաբերությունները շատ ուղղահայաց չեն, այսինքն մենք չենք ասելու անդամներին, որ գիտեք սա է overge, օրինակ գրքի ակումբը փետրվարի համար առաջի գրքի ակումբի համար լինելու է փակ տելեգրամյան խումբ, որտեղ որ հենց ակումբի անդամներն են որոշելու 3 գրքից որը դարձնել քննարկման առարկա։ Այսինքն այստեղ շատ մենք ժողովրդավար ենք եւ ինտերակտիվ ենք եւ նաեւ հետեւելու ենք ակումբականների ցանկություններին ու պահանջներին։ Ես իհարկե շատ կուզենայի արդեն 2 անդամ ունեք, ես անունից այո, կարծում որ նման հենց նման առաջարկներ թույլ տվեք մի բան ասել, որը որ անձամբ ես եմ շատ ոգևորված, մենք 2 ամիսը մեկ կունենանք փակ կինոդիտումներ, Cinema Star-ի հետ ենք պայմանավորվել, բայց ոչ թե ժամանակակից ֆիլմերի, այլ համաշխարհային դասականների եւ կինոդիտումը չի սահմանափակվի միայն կինոդիտումով, մենք պայմանավորվել ենք, որ անպայման կգան կինոգետներ, որոնց հետ կլինի հարցեր ու պատասխաններ, որովհետեւ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ երբեմն երբ որ մենք գիրք ենք կարդում կամ ֆիլմ ենք նայում, ու եթե այդ ֆիլմը շատ մեծ տպավորում է, մենք ցանկանում ենք կիսվել տպավորությամբ, նաև հասկանալ արդյոք ճիշտ ենք հասկացել ֆիլմի գլխավոր ուղերձը։ Եվ երբեմն մեզ պետք է մասնագետի կարծիք կամ հայացք, որը նոր լույս կսպրի դրան։ Օրինակ այս վերջերը շատ երկար քննարկում էր նոր Ֆրանկենշտեյնի ֆիլմի, վերջո դա լավն է թե վատը, կամ օրինակի համար Ալֆոնսո Կուարոնի մեկ կռիվ մյուսի հետևից, Դիկապրիոյի եւ Դիկապրիոյի մասնակցությամբ, որտեղ երբ որ դու ֆիլմից դուրս ես գալի, դու ուզում ես ինչ-որ մեկի հետ խոսես, ու ասես օրինակ Շոն Պենը գողացավ ֆիլմը Դիկապրիոյից թե չէ, որտեղ ավելի լավ էր խաղում, քան Դիկապրիոն, կամ հավասարաչափ լավ էր խաղում։ Այս իմաստով ես կարծում եմ, որ
Signature Club-ի ամենագլխավոր առաքելությունը հավանաբար դա է գիտելիքի ու տպավորությունների փոխանակում։ Համենք որտեղ դու ապահով կլինես արտահայտելու կարծիք եւ հանդուրժող կլինես լսելու այլ կարծիք։ Պարոն Ալեքսանյան, գաղափարը հրաշալի է, ամեն ինչ կարելի ասել իդեալական է, այսինքն այն փաթեթը, որ առաջարկվում է մարդկանց, ովքեր որ պիտի միանան ու վստահ եմ, որ շատ միացողներ կլինեն, իսկապես հրաշալի է։ Այ դուք եթե փորձենք այս փակ տարածքից, փակ ակումբից մի փոքր ավելի տարածքը բացել, ինչ 3 գիրք խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց, որպեսզի ընթերցեն։ Հիմա Առհասարակ Նյումեգի գրքերից կամ ցանկացած գիրք կամ ձեր սիրելի գրքերից ուղղակի։ Ես խորհուրդ կտայի այս տարի այնքան շատ գիրք ենք տպել, բայց ես խորհուրդ կտայի մեր վերջի 3 թարմ գրքերից, որոնք որ իսկապես արժեքավոր են։ Առաջինը Ռեյ Դալիոյի սկզբունքները, կյանքի եւ գործի մասին, ֆենոմենալ գիրք է եւ բավականաչափ հաստափոր, բայց շատ օգտակար հասկանալու համար շատ բաներ, թե ինչպես է այս երկրի այս մոլորակի աշխարհակարգը հասկանալու համար։ Հետևաբար Ռեյ Դալիո սկզբունքներ։ Ես կողք կտայի ամենօրյա համար կարդալ Փոքր քայլերի մեծ արդյունքը, թե ինչպես փոքր մեր սովորությունները կարող են բերել մեծ արդյունքի։ Գեղարվեստական գրքերից ես երևի խորհուրդ կտայի դա իմ սերնդին է վերաբերում Նիկոլա Մատյոյի եւ Զավակներն իրենցից հետո մեծ ֆրանսիական վեպը, որը արժանացել է Գոնկուրի, որը պատմում է 90-ականների Ֆրանսիայի մասին ու երբեմն, երբ որ դու կարդում ես, դու հասկանում ես, որ մենք այդքան է տարբեր չենք եղել։ Կեղծ Adidas-ներ գնելով, ռոք եւ փոփ լսելով եւ ունենալով Ray-Ban-ները եւ մնացածը եւ ունենալով գրեթե բաց իդենտիկ նույն կումերներ, ինչ որ իրենք, մի տարբերությամբ, որ Մատյոն կարողացել է ստեղծել սոցիալական դրամա, որտեղ ցույց է տվել ոչ միայն այդ այսպես կոչված լասկովի մայի ամբողջ ֆրանսիական ձևով, այլև ցույց է տվել դրա ետնաբեմը, այն սոցիալական դրաման, որը կա, այն աղքատությունը, որը կար, այն հուսահատությունը, որը կար, եւ նաեւ այդ անորոշությունը, եւ ամենակարևոր թե ինչ եղավ այդ սերնդի հետ։ Հրաշալի։ 3 գրքերը իսկապես ներողություն, 3 գրքերը իսկապես հրաշալի խորհուրդ էին, համենայն դեպս վերջինը ես մեծ սիրով կընթերցեմ, որտեղ չէ։ Մենք երկուսի շնորհանդեսի դեպ ունեցել ենք, ուղղակի մենք միասին չենք եղել։ Ես այդ ժամանակ չկայի։ Ես այդ ժամանակ դեռ Armenia TV-ում չէի։ Շնորհակալություն շատ, պարոն Ալեքսանյան, ձեզ հաջող ընթացք ենք մաղթում ու իհարկե շատ անդամներ։ Այնպես որ մյուս տարի դառնա 400։ Շնորհակալ եմ շատ զգացված։ Շնորհակալություն, մենք զրուցում էինք Նյումեգ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ։ Նա պատմեց նոր Signature Club համայնքի մասին, որի անդամ կարող եք դառնալ բոլոր գրքասերները, ինտելեկտուալներն ու ստեղծագործողները։ Ակումբի անդամակցության պայմանների, առաջարկների մասին կարող եք իմանալ newmeg.am կայքից, որտեղ կա հատուկ Signature Club բաժինը։ Նյումեգի ակումբի մասին տեղեկություններ, անդամների ու գործընկերների մասին ինֆորմացիա կգտնեք նաև Նյումեգի սոցիալական էջերում։ Բաց չթողնեք այս հետաքրքիր ու բովանդակային ակումբի անդամ դառնալու ձեր բացառիկ հնարավորությունը։ Newmeg Signature Club-ի մասին մեր հետաքրքիր զրույցներից հետո դեռ շատ անելիքներ ունենք։ Հիմա գովաստ պիտի դիտենք մեր եթերում, այնուհետև մենք էլի հյուրեր ունենք, որոնց հետ շատ կարևոր թեմաների մասին ենք զրուցելու, դեռ խոհանոցել այո պիտի տեղափոխվենք, այնպես որ շարունակեք մնալ Բարի Լույսյան մեր եթերի հետ կից, զուգահեռ եւ այս պահին դիտենք գովաստ, հիմա հետո կվերադառնանք։